ժամանակին նվագում էի մի հատ կոնտրաբասիստի հետ, իրան Ֆրանսուଆ Մուտեն է, մենք շատ ենք դրա մասին խոսում, որ երաժշտությունը ոչ թե ստեղծում ես, այլ գտնում ես, թե ինչպես ես իրան գտնում, ինչպես ես իրան ներկայացնում այդ ինֆորմացիան, այդ արդեն քո ներաշխարհն է։ Երաժշտությունը հասկանալը չի խանգարում երաժշտությունը վայելելուն։ Ես երաժշտության մասին ով եմ սպասում լուրջ կրիտիկայի, ցավոք պակաս են լուրջ կրիտիկները, շատ մակերեսային է, այդ առումով սպասում եմ անհամբեր։ Երբ որ դու շատ լավ գիտակցում ես, քեզ ինչն է դուր գալի ու դու դա կարողանում ես ճիշտ արտահայտես, իրական դա կարող ուրիշներին օգտակար լինի, որովհետև շատ անգամ դա այն իրական ավտենտիկության նշան է, իսկ դա վարակիչ է։ Ես էլ օրինակ պլեյլիստեր ունեմ, նույն Յան Գարբարեկի պլեյլիստ ունեմ, որ իմ համար գրեթե ամենակարևոր պլեյլիստերից է իմ կյանքում։ Միշտ հետս է։ Բարև ձեզ։ Մեր այսօրվա հյուրն էր Տիգրան Համասյանը։ Արդեն երկրորդ անգամ։ Տիգրանի հետ զրուցել ենք նրա նոր ալբոմի, պատերազմի, երաժշտության, մշակույթի, Հայաստանի լավ ու վատ կողմերի, պատմության եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողեք մեր ապագա վիդեոները եւ եթե հավանում եք, կարող եք լայքել։ Բացահայտեք հարմարավետության եւ էսթետիկայի նոր մոտեցումներ Futurist Architects-ի հետ։ Այստեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ստեղծելով գեղեցիկ միջավայր իր հաճախորդների համար։ Futurist Architects, կերտելով ապրելակերպ։ Տիգրան ջան, ո՞նց ես։ Լավ, շատ լավ։ Դու ո՞նց ես։ Ուրախ եմ էլի մեր տաղարում քեզ տեսնեմ։ Ես էլ։ 2 տարի անցավ։ Այո, ոնց է չէ թռնում ժամանակը։ շատ արագ։ Շնորհավոր նոր ալբոմի հետ կապակցությամբ։ Շնորհակալություն։ Ոնց էր փակ լսումը, ոդզուն որ արեցիք, ոնց անցավ։ Լավ, շատ լավ մասա էր հավաքվել ու ես էլ վաղուց տենց փոքր իմ սեթինգի մեջ չէի նվագել, դա էր շատ լավ։ Ես ափսոսացի որ չկարողացա կամ։ Լավ էր, Հայաստանում առաջի անգամ էր այդ ձև փակ պրեզենտացիա, դարապես այդ ալբոմները դուրս են գալիս ու չի արվում պրեզենտացիա բան առհասարակ, բայց այս անգամ շատ լավ կազմակերպվեց, զուտ որ մտերիմ մարդկանց հետ ովքեր նախ մարդիկ ովքեր մասնակցել են այդ ալբոմի ստեղծմանը ու մարդիկ ովքեր ում ես կուզենայի այդ ալբոմը դնել լսային, մտերիմներ, ոնց որ հավաքվեցինք իրար գլուխ ու ժամանակ անցկացրեցինք մի քիչ լավ էր։ Իսկ ալբոմը ինչին է նվիրված։ Երաժշտությունը նախ երաժշտությունից ասեմ, այս ալբոմի երաժշտությունը ոնց որ ռետրոսպեկտիվի նման մի բան է, որը ներկայացնում է իմ այն ինչ որ ես արել եմ այս 20 տարվա ընթացքում, ինչ որ կետի է ասել, որ իրան ոնց որ այն ինչ որ ես կամ հիմա էս է։ Այնտեղ որտեղ շատ տարբեր ֆորմատների ստեղծագործություններ կան շատ այնց պրոգրեսիվ սինթ մետալոտ ձայնով ստեղծագործություններ, բայց նաև կա երգչախմբով ու էլեկտրոնիկայով, կան այնց ավելի տրիոյով գործեր կան, նախ կան ձայնագրություններ, որոնք որ ես արել եմ 2018-ին ու նոր լույս է տեսնում։ Եվ ոնց որ ընդհանուր ներկայացումը թե ես ով եմ որպես ստեղծագործող, որպես երաժիշտ, որպես դաշնակահար,
ու նաև ինչ է ասում երաժշտությունը, դրա համար է մանիֆեստ, Հա, ոնց որ այն ինչը ու փորձել ենք Վահանի Ստեփանյան Վահանի հետ, որ այս ալբոմի artwork-ը եւ ընդհանրապես գեղարվեստական մասով ղեկավարներ, եւ մենք փորձել ենք ոնց որ այն ինչ որ երաժշտությունը ասում է, զտենք բառեր անենք դրանից եւ դրա համար կա նաեւ տեքստ ալբոմի մեջ, որը հենց այդ մանիֆեստն է։ Ինքը ոչ քաղաքական մանիֆեստ է, ոչ ես կասեի արվեստի մանիֆեստ է, ինքը ուղղակի մանիֆեստ է ոնց որ հայ երաժիշտի, արվեստագետի, ով որ ապրում է Հայաստանում, Հայաստանից դուրս եկած արվեստի, հա, չեմ ուզում բան ասեմ, որ բոլորը նույն բանն են անում, բայց այն ինչ որ ես զգում եմ հիմա կատարվում է ու ինչ կուզենայի երաժշտության միջոցով, ինչ որ երաժշտությունը կուզենայի որ ասեր, էլի, հա, որովհետև երաժշտությունը ավելի շատ է այդ մանիֆեստը ասվում, մարդը ավելի շատ է հասկանում, թե ինչի մասին է երաժշտությունը, հենց երաժշտությունով, բայց երբեք չենք փորձել հենց, այսինքն ես ինքս եմ գրել տեքստը, հա, որը տարբեր մտքեր են, որ տարիների ընթացքում գուտակվել են, այնտեղ իհարկե կան կոչ կա, որ ինչ որ բան փոխվի, բայց նաև կա տարբեր ինչ որ բանի հաստատում, դե մենք ինչ որ կա հիմա, հա, ու մենք ով ենք, ես ով եմ որպես հայ արվեստագետ այս աշխարհում եւ այլն։ քո պրիզմով որպես արվեստագետ։ Հա, միանշանակ։ Հա, բայց համել դե Վահանի հետ էլ եւ ուրիշ արվեստագետների հետ էլ ընկերների հետ շփվելով ոնց որ դե ինչ որ մի բան կա, ինչ որ մի պատճառ կա, ինչի եմ մենք մեր մոտ այդ կապը կա, ասենք տարբեր հատուկ են արվեստագետների մասին է խոսքը, հատուկ են ընկերների հետ մասին է խոսքը, բայց հա ինչ որ երբ որ մենք սկսում ենք խոսալ, մենք նույն բաների մասին ենք հաճախ զրուցում, հաճախ նույն զգացողություններն ունենք։ Ագբա բանկը առաջինն էր Հայաստանում, որ սկսեց կազմակերպել անվճար բիզնես դասընթացներ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, նպատակ ունենալով աջակցել ՓՄԶ բիզնեսի զարգացմանը։ Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական եւ պրակտիկ գիտելիքներ, այլ նաեւ հանդիսանում է հարթակ փորձի փոխանակման եւ նոր գործընկերական կապերի ստեղծման համար։ Դասընթացները անվճար են, կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերը, տնօրենը կամ որոշում կայացնող այլ անձ։ Մասնակցելու համար գրանցվեք sme.agba.am կայքում, որտեղ կտեսնեք փետրվարի 24-ին եւ 25-ին կանալիք դասընթացները։ Հետևեք նաեւ Agba-ի Facebook-յան էջին այս եւ սպասվող այլ դասընթացների մասին նորությունները բաց չթողնելու համար։ Իսկ որ պոեմը ոնց ստեղծվեց։ Որ պոեմը Տեսահոլովակն է նայեցի, շատ ազդեցիկ էր։ Հա, տեսահոլովակը իսկական շատ ազդեցիկ է, որ պոեմը 3 մասանից ստեղծագործություն է, մարդիկ չգիտեմ դեռ կարող է շատ միանգամից բացեցի մեջի բանալիները, այդ 3 գործի, բայց ինքը նախնական իր անունը Վրեժ 17 էր։ Վրեժ 17։ Հա, Վրեժը մի հատ ֆիլմի երաժշտություն եմ գրել, որը կոչվում է բանը My Sweet Land։ Իմ քաղցր երկիրը, թե հողը։ Երկիր կարծեմ թարգմանությունը Սարին Հայրաբեդյանի նկարած
ռեժիսոր, էլի վավերագրական ֆիլմ էր, եւ այնտեղի հերոսի անունն էր Վրեժ 17-ը, այդ ֆիլմի, այդ մեղեդին այդ ֆիլմի համար էի ես նախնական գրել, բայց երբ որ ձայնագրում էի, հատ էլ լրիվ ուրիշ տարբերակ էի մշակել, եւ այդ ձև ոնց որ այդ տնային տարբերակը որոշեցի այս ալբոմի մեջ բան անել, բայց ինքը այնքան էր զարգացել այդ մի 2 տարվա ընթացքում, այդ ստեղծագործությունն, այդ թեման, որ ինքը դառավ 3 կոմպոզիցիա, հələ մի բան է երևի 4-րդ կամ 5-րդ կոմպոզիցիայի համար էլ նյութ կա, ուղղակի արդեն ոնց որ մի փուլով ավարտվեց այդ 3 ստեղծագործություն դառավ ինքը, բայց իրանք կապված են 3 հատ ստեղծագործությունը, որը 17 քառորդի մեջ է, քիչ այնպես երաժշտական տերմինոլոգիայով եթե ասեմ, ինքը այդ Վրեժ 17-ը իմ համար ուրիշ բան էր նշանակում, ես միշտ ազդվում եմ, երբ որ այդ պատերազմի շրջանին էլ եւ ընդհանրապես ապրիլի օրինակ այդ 16-ին էլ անտաշ շատ եմ ազդվում, երբ որ տեսնում եմ այդ անունները, որ գրած են, այդ թիվը կողքը մահացածների, ոնց որ այդ Վրեժ 17-ը, որ Վրեժի հետ Աստված ոչ անի, Աստված իրան պահի, ինքը, բայց այդ ինչևից է այդ ոնց որ իմ համար այդ Վրեժը ուրիշ Վրեժ էր ու այդ թիվն էլ որ 17 էր շատ բան ազդեցիկ էր էլի համար ես դες պատկերացրեցի ամենայն դեպս ոնց որ փողոցային սև լենտաները Վրեժ 17 վրա գրած ու տեղից սկսվեց ոնց որ ես հասկացա որ այս ստեղծագործությունը եւ իր այդ երկրորդ եւ երրորդ մասերը իրանք պատերազմի հետ են կապված ու ես ինչ որ մի ձև ինձնից դուրս է եկել այդ ինչի այդ մեղեդին է գրվել շուտ մեղեդիները ու իրանք ես հասկացա որ կապված են պատերազմի հետ մանավանդ կապված են պատերազմում պատերազմ տեսնող երեխաների հետ որովհետև չգիտեմ երեխաները մի տեսակ ուրիշ ձև են տեսնում այդ պատերազմը իրանց համար ոնց որ ամեն ինչ տեսնում են որ ինչ որ ահավոր բաներ է կատարվում բայց ամենայն դեպս իրանց մեջ շատ ավելի շատ լույս կա այդ առումով քան մեծերի մեջ իրանք ավելի պոզիտիվն են տեսնում այդ ամեն ինչի մեջ իմ կարծիքն է դա իհարկե ես կոնկրետ իմ ապրածի մասին կարող եմ ասել դե ես դա պատերազմի հենց հարակից չեմ եղել տարածքում չեմ եղել ոչ այս անգամ ոչ էլ 30 տարի առաջ բայց եղել եմ Գյումրիում այդ տարիներին երբ որ պատերազմն էր երբ որ Գյումրի երկրաշարժներ եղել եւ նաեւ սովետներ փլուզվել ես հիմա որ դրա մասին մտածում եմ ինչքան մտածում եմ հասկանում եմ ապոկալիպտիկ դարաշրջան է եղել, մանավանդ ասենք վախենալու եւ մեր ծնողների համար։ Հենց այդ է, բայց ես ունեցել եմ շատ բարի պայծառ մանկություն։ Ես այդ եմ հիշում։ Այսինքն առաջ ոդկասթին պատմում էի, ոնց ավտոն նստում, հոպարա քեզ քշում էր ու երկեր դնում։ Էդն էր, հիշում եմ այդ մոմի լույսի տակ նվագները, մորս Ցասունցի Դավիթ կարդալը եւ այլն, մեր տունը, հարևաններին, ընկերներին եւ այլն։ Բայց ու այդ կարծում եմ որ իհարկե ինչ որ այդ ազդեցությունները կան եւ մարդկանց մոտ ուշ ավելի տարիքում այդ ինչ որ
հետքեր տողնում են, բնականաբար, որովհետև մանկությունից շատ բան է կախված էլի, ամեն ինչ արտացոլվում է ավելի ուշ տարիքում, բայց ամենայն դեպս երեխեքի մոտ մի քիչ ավելի այդ լույսավոր պահ կա, իրանք լույսն են տեսնում այդ ամեն ինչի մեջ ու ես փորձում եմ այդ զգացողությունը պահեմ երաժշտության մեջ, այսինքն ոչ թե փորձում եմ, այլ հենց փորձում եմ չկորցնեմ այդ, Այսինքն շատ չմտածեմ, շատ չհղկեմ, շատ չկոմպլեքսավորվեմ, շատ այն ինչ այդ թողնեմ ազատ իրան ավելի բնական։ այսինքն այսօրվա եթե չգիտեմ շատ կոպիտ ասեմ, այսօրվա Տիգրանի որ տեսել է պատերազմը արդեն մեծ տարիքում ու փոքր Տիգրանի որ տեսել է պատերազմը շատ փոքր տարիքում, բայց այդ ամեն ինչը ուժ ձևա հիշում, այդ երկու իրականության ոնց որ հատման կետն է, հա։ Կարա լինի, հա։ Հա, որտեվ ինչքան մարդիկ մեծանում են, այդքան ավելի սկսում են կոմպլեքսավորել, ավելի շատ մտածել, ավելի ինչ որտեղ մենք հղկվում ենք, չէ՞, մենք կրիստալիզացվում ենք, բայց նաև կա երաժշտության մեջ էլ է ձև, որ ասենք ես ստեղծագործություն եմ գրում, այդ պահին որ ձայնագրում եմ, ես միշտ ձայնագրում եմ, էլի ինձ ստեղծագործելուց, այդ պահին ձայնագրում եմ, հետո ինչ որ հետաքրքիր իդեա եմ գտնում, սկսում եմ վրան աշխատել, հետո դե ինչ որ ժամանակ անց հղկելուց հետո հասկանում եմ, որ շատ դեպքերում շատ եմ սկսել իրան բզբզալ, շատ եմ, այսինքն ոնց որ փչացրել եմ էլի իրան, այն զգացողությունը էլ չկա, այդ կարևոր է հասկանալ, որ այդ մի բան կա, որ շատ պետք չէ մտածել, ոչ թե այդ էմոցիան ու էմոցիոնալ եւ մտքի այդ բալանսը ճիշտ պետք է լինի, հենց մեկը մյուսից առաջ է ընկնում, միշտ ինչ որ կորուստ կա տեղ։ Հա։ Իսկ տեսահոլովակը ոնց նկարեցիք։ Տեսահոլովակը մի քանի լուսանկարչի աշխատանք է, չէ՞ այդտեղ։ Այո, մի քանի լուսանկարիչ, ռեժիսոր Արեգի Բալայան կադրերն են, Անժելայի սկանունը մոռացել եմ, Անժելայի ռեժիսոր Մոնտաժանելուց էկրանին կգրենք։ Հա, լավ։ Իր կադրերն են, ինքը այնտեղ էր բլոկադայի ժամանակ, Արեգն էլ էր այնտեղ։ Արեգը բլոկադայի ժամանակ Արցախում եղել։ Ոնց որ թե, կարող է սխալվում եմ։ Արեգին բռնել չի լինում, էլի որ դա մանրամասն զրուցենք, բայց այնտեղ է եղել, ամենայն դեպս այդ բոլոր կադրերը ինքը այնտեղ է նկարել երեխաներին եւ այլն։ Դավիթի կադրերն են դրոնի եւ նաեւ Վահանն էլ այդ ամբողջը վերցրել որպես ռեժիսոր մշակել է եւ ստացվել է այդ ֆիլմը։ Գիտելիքը ուժ է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամունդի Ագբան կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որpիսի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք Ամունդի Ագբա.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին, մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին amundiagba.am կայքում։ Իսկ մարդիկ ոնց ընդունեցին։ Օրինակ
չգիտեմ, քրիտիկա չկավ այն թեմա, որ պատերազմ, երեխա, հետ ամիջ իրար հետ կարող այդքան է պետք չէր ցույց տալ կամ ծիծաղ, խինդ եկա չէ դրա մեջ։ Ճիշտն ասած չէ, ես չեմ լսել, բայց ես կուզենայի ինչ-որ շատ լավ կլիներ այդ քրիտիկա լիներ։ Ընդհանրապես ես երաժշտության մասին ուղղել եմ սպասում լուրջ քրիտիկայի, ցավոք պակաս են լուրջ քրիտիկները Հայաստանում թե աշխարհում։ Չէ, ընդհանրապես ամբողջ աշխարհում, հա, շատ մակերեսային է։ Այդ առումով սպասում եմ անաբեր։ Դե հեսա ոնց ասացի մինչև ոդկասթը Ռիկ Բեատոյի մոտ ես գնալու։ Ինքը որպես երաժիշտ ինձ թվում է որ կետեր կասել քննարկեք։ Հաստատ երաժշտությունը շատ ավելի լավ է հասկանում, քան ես։ Ես իրարիք շատ եմ սիրում։ Իրոք շատ լավ YouTube-յան լավն է, Ռիկը շատ որ ինքը ջազ երաժիշտ է, նաև ու շատ տարբեր ոլորտների երաժշտություններ ուսումնասիրած ու կարող է նվագել, բայց այդ որ ինքը ջազից է գալիս, այդ շատ մեծ ոնց որ տարածքը մեծանում է խոսելու թեման, նյութը մեծանում է։ Դա միանշանակ երաժիշտների հետ ինքը շատ լավ ինտերվյուներ անում, երևի իր մոտ երաժիշտների հետ ամենալավ ինտերվյուներն են։ Մեր live rearrange-ը, որը Ամերիկանում ենք, հյուրերից մեկը Գորն էր Մխիթարյան, Գորեն գիտես, ասում է քո մոտ գալը, ոնց հյուրը լինելը, ոնց որ երաժիշտի մոտ Ռիկ Բեատոյի մոտ գնալը, ասում եմ ավելի լավ կոմպլիմենտ չէր կարաներ, որտեղ երկուսը շատ սիրում ենք երաժիշտը։ Հաստատ հետաքրքիր կխորանաք երաժշտությունից։ Հույսով եմ։ Այնքը այսօրվա ոնց որ երաժշտությանը շատ է քրիտիկա անում։ Իսկ պլաստիկը արդեն կա վաճառքի։ Կա ես շուտով նորից կստանանք, դեռ չենք վաճառել, հիմա նոր դիսկ ենք վաճառել, կարելի ասել։ Իսկ ինչի որոշեցիր, որ վինիլով թողարկեք։ Ճիշտն ասած հիմա բոլոր ընկերությունները, ովքեր երաժշտություն են հրատարակում, իրանք ուզում են, որ վինիլներ հրատարակվի, որովհետև պահանջարկը շատ է, բայց ես վինիլներ սկսել եմ թողարկել, երբ որ ջազի մեջ այդ ձև բան չկար, որ վինիլ թողարկեին, այսինքն շատ հատուկ էին մարդիկ էին վինիլ թողարկում 2011-ից, ես անձամբ սիրում եմ վինիլներ, ես մեծացել եմ վինիլ լսելով եւ այլն, բայց հիմա արդեն դա ոնց որ շատ պահանջարկը շատ է։ Նույնիսկ ջազի մեջ։ Քո-լեյբլը ասացի ֆրանսիական է, հա։ Հա, այս Manifest-ներ, The Bird of a Thousand Voices-ն էլ իրանք են թողարկել, Naive label-ն է։ Մերսի նվերի համար։ Խնդրեմ։ Ես չունեի, շատ շնորհակալություն։ Բայց լավ տենց մեծ ծանր է, մեջ շատ։ Հա, մեջը հետաքրքիր բաներ կան, 3 հատ բուկլետ կա մեջը։ Հա։ Տարբեր ֆորմատների։ Ինքը ոնց կարաս առանձին անես դնես տունը որպես գիրք էլի։ Հա։ Բայց ալբոմ թողարկելը ինքը տենց մենակ երաժշտություն չէ, ինքը տենց կոմպլեքս ինչ որ process է, էմոցիոնալ, աշխատանքային, չգիտեմ, ստեղծագործական։ Ճիշտ եմ հասկանում։ Ոնց որ տենց փոքր, ոնց որ երեխա մեծացնես, էլի։ Լրիվ, հա, շատ այսինքն լուրջ process է, ժամանակատար։ Ես սիրում եմ այդ process-ը, եթե ճիշտ մարդիկ են կողքս։ Եթե ամեն ինչ, այսինքն մարդիկ են ում կարող եմ վստահել տարբեր բաներ, մարդիկ կան ու ամբողջ իրենք են անում, ասենք նույն դիզայնը եւ այլն, կամ մարդիկ կան, ովքեր ընդհանրապես իրենց մեկ է դիզայնը ինչ կլինի, ալբոմի artwork-ը, այսինքն այդ ձևավորումը, բայց իմ համար շատ կարևոր է
կարևոր է թե ինչ տեսք է ունենալու, կարևոր է նույնիսկ այդ ֆոնտը ոնց է գրվելու, հա, ու շատ ժամանակ մանավանդ ջազի մեջ, հա, առհասարակ բացի թող վիճակի է, հատուկ են արտիստներ են, էլի, որ նայում ես իսկականից էսթետիկ, հա, խորանում են արվեստի, այսինքն այդ պրոդուկտը գեղեցիկ արվեստի գործ է, էլի, այսինքն պրոֆեսիոնալ շատ մակարդակով մարդիկ են աշխատել, բայց ոչ միայն, ասենք, պրոֆեսիոնալ, ինչ որ իմ համար կարևոր է ինչ որ պատմություն պատմելը այս ամեն ինչի մեջ։ Երաժշտությունն էլ է այդպես, ես տարբեր պատմություններ սիրում եմ երաժշտության միջոցով պատմություններ պատմել, բայց նույնը պետք է այսինքն վիզուալ առումով էլ լինի եւ խորանում ենք այդ առումով իմ համար կարևոր է լեյբլում իհարկե չեն խորանում, հա, իրենք խորանում են այն ինչը որ իրենց պետք է որ լավ ծախվի, բայց իրանք չեն խորանում թե այս որակի հետ կապված, այդքան շատ ու չեն էլ շատ հասկանում, ճիշտն ասած, թե մեկ-մեկ լինում են, ասենք, այս ինչի էս չանենք, չէ, որովհետև ստեղ իդեա կա, որ դետալ որ փոխվի, այստեղ արդեն լրիվ ուրիշ իմաստ կունենա։ Հետո մի հատ բան կա, որ մենք հենց հիմա անելու համար չենք անում, այսինքն հենց հիմա չենք անում ու հետո վերջ բարձավ։ Այս ամեն ինչը որ արվում է, ինքը հետագա սերունդները վերցնելու են, նայեն ու ամեն ինչից ինչ որ մի բան քաղեն, տեսնեն թե ինչքան ենք խորացել, ինչի այդքան, ասենք, տանջվել ենք այդ նույն ֆոնտի վրա կամ այդ ձևավորման վրա, ինչ ենք նույն ձայնի տեսակետից էլ ինչքան որ երաժշտությունն է խորացվում, այդքան է վիզուալ պատմի արվի։ Իսկ ինչի՞ է կարևոր խորանալը։ Չեմ կարծում որ շատ պրիմիտիվ հարց է, բայց երևի շատ կարևոր է, էլի, որտեվ այդ մարդուց է գալիս, ինձ թվում է, ես չեմ կարա չխորանամ։ Ինչի՞ է կարևոր, որտեվ հակառակը չեմ կարան։ Այդ հաստատ կա, ես որ այդ իմոտ ստեղծագործության process-ն էլ է տենց ձև, երբ որ գործ եմ գրում, ասենք միշտ ցանկացած գործ գրելուց իմոտ մի 10 գործ է գրվում ու հետո այդ wartime poem-ի նման դառնում է 3 մասանի ստեղծագործություն, որի 4-րդ մաս, 5-րդ մասերն էլ չի օգտագործվել։ Հա, այդ առումով իմոտ բան է, այնքան պետք է աշխատեմ, մինչև ոնց որ ստանամ այն ինչ որ զգում եմ որ ավարտուն տեսք ունի, բայց ինչ չեմ վռազում ինչ որ բան անում անցնեմ առաջ, էլի։ Իմ համար խորանալը, գիտես, որ ասում եմ խորանալ, գիտես ինչ համատքիս առաջինը գալիս հոգատարություն։ Գիտես ոնց որ չես կարող հոգատարել ես գործի կամ ինչ որ ցանկացած բանի հանդեպ, եթե չխորանաս։ Այո։ Կապ չունի ճարտարապետությունա, դիզայնա, երաժշտությունա, պոդքասթա, երեխա մեծացնել, ամեն ինչ։ Ու բան է, եթե չեմ սխալվում, Ջոն Այվներ ասում է Apple-ի այդ հայտնի դիզայները, որ իրանց շատ հայտնի պրոդուկտներ ասարքի, ասում էր ոնց որ master-ին, master-ствон գալիս է կրկնությունից, իսկ կրեատիվությունը գալիս է ոնց որ անսահման հոգատարությունից ու խորանալուց։ Որտեվ մենակ խորանալով կարաս նենց նրբություններ տնաս, որը կարող բերի հենց այդ շատ լավ կրեատիվության, բայց դրա հետ մեկտեղ նաև պետք է անընդհատ նույն բանը կրկնես, անես, որ հասնես այն մակարդակի, որ այդ փոքր բաները տեսնես։ Շատ ճիշտ, տարբեր շերտեր են բացվում, ինչքան շատ ես խորանում մի բանի վրա, այդքան շերտերը բացվում են, նույնիսկ կա շատ կարևոր է հասնել մի կետի, որ ուզենաս թողնես այդ
չուզեն ասել, զզվես է դրանից, այդ էլ է շատ կարևոր կետ, որտեվ տեղ որ հասնում ես, այսինքն դու հասկանում ես, թե ոնց որ իրա քո եւ այդ ստեղծագործության լիմիտը ու հետո արդեն դրանից հետո ինչ կար ասան, ուր ես կարա գնա դրանից հետո, այդ էլ շատ կարևոր կետ է։ Դες հետաքրքիր օրինակ գիտության մեջ է կա, բիզնեսի մեջ է կա, որ շատ անգամ դու ոչ թե ստեղծագործում ես կամ ինչ որ նոր բան ես հնարում, այլ ոնց որ գտնում ես։ Հա, Ոնց որ այդ կա ու դու պետք է գտնես, բայց դրա համար պետք է խորանաս։ Հա, ես մի հատ հիշում եմ ժամանակին նվագում էի մի հատ կոնտրաբասիստի հետ, իրան Ֆրանսուଆ Մուտեն է, մենք շատ ենք դրա մասին խոսում, որ երաժշտությունը որտեղ ստեղծում ես, այլ գտնում ես, այսինքն դու ինքն կա, ինֆորմացիան կա, տիեզերքում, չէ, այդ ձայնի, այդ բանի, դու իրան գտնում ես ու այդ գտնելու թե ինչպես ես իրան գտնում, ինչպես ես իրան ներկայացնում այդ ինֆորմացիան, այդ արդեն քո ներաշխարհն է, քո նույն մանկությունը, թե դու ով ես, ինչ ես, ինչ բնավորության մարդ ես, ինչ բնություն ունես։ Ու նույն բանը ինչքան տարբեր կարանք տեսնենք էլ։ Այո։ Ու այն թեման էլ, որ ես երևի երգի ցանկացած չնայած երգ կարող ենք վերցնել, բայց կոնկրետ մի քանի երգ կան այս ալբոմի մեջ, որ իրանք մի հատ պարզ թեմայի վրա են հիմնված, եւ այդ պարզ թեման 10 րոպե զարգանում է։ Այսինքն ամբողջ ստեղծագործության ընթացքում այդ թեման է զարգանում ու տարբեր ոնց որ դասական երաժշտության տերմինոլոգիայով ասած թեմա եւ վարիացիաներ այդ ֆորմայով էլի ոնց որ ու իմ համար այդ ես սիրում եմ այդ ֆորման, այդ ֆորմատը ու իմ մոտ երևի դա գալիս է էլի մանկությունից, թե ես ինչ եմ լսել, ինչ երաժշտություններով եմ տարվել, այդ տրամատուրգիան իմ համար շատ կարևոր է, նույն Led Zeppelin-ի հետ է կապված երևի նույն Miles Davis-ի քվինտետների հետ, նույն Շոստակովիչի հետ, այն ինչ որ իմ վրա ազդեցություն է թողել, հենց էպիկական զարգացումներ եմ սիրում, որ մի հատ փոքր բանից մի հատ փոքր միտք դառնում է մի ամբողջ սիմֆոնիա, այդ ֆորմատ դրանով համել դու ու դրանով ոնց որ դու էլ ես հասկանում, թե ինչքան մի փոքր բան, մի փոքր պարզ բանը կարելի է զարգացնել, ուտեղ դու ինքդ քեզ ես գտնում, այսինքն նույնն է ժողովրդական կամ ջազ ստանդարտներ մշակելն է, նույնն էլ ցանկացած ինչ որ մեղեդի մշակես, այդ մեղեդին է ինքը կա, ինքը արդեն ինքն իրանով ոչ մի բան իրեն պետք չի, այսինքն դու իրան արդեն քո աշխարհն ես, քո աշխարհի մեջ ես մտցնում, բայց իրանից իրա վրա հենվելով, հենց իրանից է բացվում ամեն ինչը, ոնց որ ուղղաճում, հա։ Դա հետաքրքիր հարց է եղավ մոտս, ոնց որ թե մենք ոչ ոդկասթում, ոչ ոդկասթից դուրս այդ թեմով երբեք չենք խոսացել։ Երաժշտությունը հասկանալը չի խանգարում երաժշտությունը վայելելուն։ Չէ, հակառակը մեկ ես մոռանում եմ, որ երաժիշտ եմ ու չեմ անալիզ անում։ Հա, մեկ ուղակի sense լսում եմ, ասում եմ, էս շատ լավն է, բայց հասկանում եմ, որ արդեն 4-րդ օրն է կամ չգիտեմ, մի շաբաթ է լսում եմ ու չեմ ջոգել, թե ինչ է կատարվում մեջ էլի, այս երաժշտության մեջ։ Բայց չէ, իմ մոտ այդ բանը չկա, որ ես անպայման պետք է, այսինքն անալիզ անեմ ցանկացած բան, որ լսում եմ։ Բայց լինում են դեպքեր վատ երաժշտություններ լսելուց։ Փորձում ես անալիզանալ։ Հա, ինչ որ
քանի որ ինքը շատ վատն է, իմ մոտ բան է։ Օրինակ ինչ վատ բան ես լսես վերջերս։ Չգիտեմ։ Ցանկացած Ես օրինակ բանը այդ հարցը սկսել է այս վերջերս ինձ տանջի, որ ինչ որ մի բան սիրում եմ, ինչ եմ սիրում։ Սիրում եմ, որտեվ այդ ինձ ինչ որ մեկը ասել է լավն է, թե սիրում եմ, որտեվ սիրում եմ։ հա Օրինակ այս վերջերս, չգիտեմ, հիմա սաղ աշխարհ բանից է, չէ՞, խոսում այդ բեդ բանից, լսել ես այդ իրան։ չէ։ Բանը, այս տարվա Grammy-ին ինքը տարավ, տարվա ալբոմը։ Հա Ու առաջի անգամ իսպանալեզու ալբոմը տարվա լավագույն ալբոմ տարավ, այտենց պատմական է համարվում այդ առումով։ Մի հատ այտենց երգ ունի DTMF-ա կոչվում։ Ահա Շատ վայրալ է գնաց այդ TikTok-ը։ Այդ երգը լսում եմ, այտենց դուրս գալիս է, բայց այդ ժանրում ես երբեք շատ բան չեմ լսել եւ ուզում եմ հասկանամ այդ դուրս գալիս է, որտեվ անընդհատ TikTok-ում լսել եմ ինչ որ երգերի տակ կամ որտեվ վայրալ է գնացել, թե դուրս գալիս է, որովհետեւ catchy է, թե դուրս գալիս է, որովհետև չգիտեմ, այնտեղ ազգային ինչ-որ տարեր կա, այդ ազգային տարերն ակ շատ հետաքրքիր է երգի մեջ, որ խմբով երգում են իրանց գործիքներով, բառաբաններով։ հետաքրքիր է, նայվի։ Դե մի հատ դու էլ ես ինձ հետաքրքիր է հետո դու ինչ կասես։ Այսօր երևի ամենաշատ քննարկվող արտիստն է։ Ու շատ անգամ չես, օրինակ այդ TikTok-ով է, որ երգեր կան viral են գնում, շատ մեծ տարածում են ստանում, չգիտես այդպես տարածվում է, որտեվ շատ մարդիկ սկսում են օգտագործել ու անընդհատ քո ականջը լսում է այդ երգի սովորումը, թե իրոք ինքը լավն է։ Ես չեմ կարծում, որ այս երբ որ դու լսում ես ինչ որ մի բան ու քեզ դուր է գալիս, այդ քո ձևավորված քո մեջ ձևավորված ճաշակը քո հենց քո բնությունն է, որ քեզ ասում է այս ինչ որ դուրս եկավ։ Այդ չեմ կարծում, ինչքան է լիքը բան կա, որ ես շատ եմ շատ անընդհատ sense լսվում ես չուզենալով, բայց մեկ է զզվել է գալիս է, էլի։ Հա։ Հավանաբար բաներ եկա, ես առաջի անգամից նենց եմ սիրել, որ շատերը ասում են, այդ մենք մի քանի անգամ պետք է լսենք, որ սկսենք հասկանանք։ Օրինակ իմ անգամ շատ ռոք լսող, ջազ լսող ընկերներ թուլ չեն կարող լսեն, թուլի մասին մենք շատ ենք խոսացել, բայց իմ ուշքը գնում այդ խմբի համար։ Չէ, թուլը ֆանտաստիկ է։ Հա։ Այդ նենց են նվագում, բայց չես է հասկանում խի ես դու սիրում այդ։ Այդ քո ասածն էլ երևի եկել է տենց փորձով մանկությունից։ Հա, այդ ամբողջը ամեն մարդու ներաշխարհի հետ է կապված ու իր մանկությունից ի վեր ստացած այդ ինֆորմացիայի ու այդ ձև է ճաշակը, ինչ որ կոնկրետ ճաշակ է ձևավորվել։ Ես էլ շատ մարդկանց հետ օրինակ ես շատ եմ սիրում Coltrane-ի վերջի շրջանի գործերը, ալբոմները, բայց նաև սիրում եմ այսինքն 50-ականների վերջի ալբոմները, բայց այն շատ մարդկանց հետ ես չեմ կարող ավելի ուշ շրջանի հետ կապված զրուցան եմ կամ շատ մարդիկ այդ չեն լսում։ Ինչի դժվար է, հա։ Դա ինքը ավանգարդ է, բայց Coltrane-ին երբ որ հանում ես հասկանում ես, որ այնտեղ ամբողջը հիմնված է լոգիկայի եւ իսկն ամբողջը հիմնված է այնտեղ ինքը ինչ որ անում է ու մի բան է լավ էլ այնտեղ այնպեսի մի հատ թռիչք կա, որ իմ ամենասիրած գործը գիտես որն է։ Այս ասեմ անունը անգիր չեմ հիշում։ Այսը։ հա դե Նայմա ուշքս գնում աս գործի համար։ Բայց օրինակ մի քանի օր առաջ մոտս չգիտեմ, խիտենց ահավոր քաշը ջազ լսում։ Ու ինչ լսում էի ստորիանում Instagram-ում։ Կստացի գործերից մեկն է քոններ, հայկականներից դու կայր, մեկը Դավիթ Հազարյան։ Այդ օրը բանն է Bill Evans-ը լսեմ, Peace-ը։ Հա։ Ֆանտաստիկ գործ է։ Everybody digs
Bill Evans ալբոմից։ Հետո դրանից հետո Chet Baker-ի Almost Blue-ն, դրանից հետո քո Fedasතුան, ճիշտ ասեցի։ Հետ կարայս չլսեիր արդեն։ Բայց Սաղ փչացրել ես։ լայվը YouTube-ում շատ լավն է, Ահա։ Տիգրան։ Չես պատկերացնի ինչքան բան, պատկերացնում եմ, դու պատկերացնում ես, բայց մեր համար որպես լսողի ինչքան էներգիա կա, էլի։ Ու John Coltrane-ի In Sentimental Mood, հետո Դավիթ Ազարյանի Embraceable You։ Այդ տենց առանց պաուզա այդ բոլոր երգերը, չգիտեմ, իրար հետևից որոշեցի լսեմ, այդ պահին ոնց որ գալիս էր, որ էս եմ ուզում լսեմ։ Ու հետաքրքիր է ոնց այդ մոտերը հենց մարդկանց մոտ, մեր մոտ լսողների մոտ գալիս ու այդ պահին ոնց ուտելիքի կարիք կունենաս, այդ պահին այդ երգի կարիքն է զգում, էլի։ Բայց խի փչացրեցի որ։ Դե եսի այդ բանը մի քիչ ուրիշ է ֆորմատը այդ երգի, դրա համար ես զարմացա։ Հա, բայց նաև չէ։ Հա դե այդտեղ հենց քո այդ սա քո բնությունից է, էլի, որ հենց այդ ուզեցար դնես տեղ։ Հենց այդ։ Ես էլ օրինակ playlist-եր ունեմ, նույն Յան Գարբարեկի playlist ունեմ, որ իմ համար գրեթե ամենակարևոր playlist-երից է իմ կյանքում։ Միշտ հետս է։ Հա, այսինքն հատուկ են օրեր կա երևի որ չեմ լսում մի գործ կանե այդ playlist-ից։ Ինքը իմ համար շատ անժամանակ երաժշտություն է, Յան Գարբարեկի երաժշտությունը, ու ես անընդհատ հասկանում եմ թե ինչքան է Յան Գարբարեկի տարբեր ալբոմներ, տարբեր հատուկ են ստեղծագործություններ իմ վրա ինչքան ազդեցություն է թողել իմ որպես երաժիշտ, որպես ստեղծագործող ու նաև որպես իմպրովիզատոր ու հիմա որ շատ մարդիկ լսեն այդ playlist-ը, այնտեղ կարող է հաստատ նա գործեր կան, որ ասեն լուրջ ինչ ես լսում օրինակ հաստատ ու այդ ձև բաներ կա, այդ շատ բնական է մենք կամ ինչ որ ռոկային գործեր է կարան լինեն որ ես լսում եմ, բայց կամ ուրիշն է լսում, ես կարող եմ ասեմ, ինչ ես լսում, ես գործը ոնց կարայր լսեիր դու։ Հա, բայց հետո էլի որ կյանքի որ փուլում ինչ աղբյուրով դու այդ երգը լսել ես ու այդ պահին ինչ իրավիճակում ես եղել, երկու ոդկաստ առաջ քո դասարանցու հետ էինք խոսում։ Սերգեյ Սմբատյան։ Okay։ Հա։ Ոնց է ստացվում որ դուք մի դասարանից եկեք։ Ես իմ ստացվավ էլի այդ Չայկովսկիում։ Ինքն երաժշտության մասով մի հատ հետաքրքիր բան ասեց։ Այն մտքին եկանք, որ ինչին որ հավատում ես, պետք է այդ անես։ Ու դա քո մոտ ամենալավն է սովորաբար ստացվում ու նաև պետք է երևի տարածես, էլի։ Այդ միտքը շատ դուրս եկավ ու ես միշտ օրինակ ասում եմ երաժշտություն շատ եմ սիրում, բայց այդ ոչ մի ձև չէր արտահայտում, թե ինչքան շատ եմ ես երաժշտություն սիրում, բայց ասում ես օրինակ ես երաժշտությանը հավատում եմ։ Հետաքրքիր է։ Այդ ավելի դες։ Հա, ինչ շատ ճիշտ։ Դե եթե այդքան չսիրեիր ու հավատայիր իրա որ ես դե հավատալը ամենակարևորն է, ինչ որ մի բան որ անում ես, դու հավատաս որ ես տեղ է հասնելու կամ ես դու այնքան ես սիրում, որ չես կարա չանես։ Այդ էլ կա, այդ էլ հավատալու իմ համար մի տարբերակ է ու եթե մի քիչ կասկածանքով ես ինչ-որ վերաբերվում ինչ-որ մի բան որ անում ես, ստեղծագործելու հետ կապված, ինքը արդեն ոնց որ այդ քո ասած ոնց որ տես չես կանգնում էլի իրեն չես հոգ տանում ու այդ շատ կարևոր է
պատասխանատվության զգացողություն է մի կողմից, որ այնքան չգիտեմ, այնքան սիրես իրան, որ չի կարա ինքը նույնիսկ եթե ասենք ոչ մեկ չլսի, դու մեկը չես զղջում, որ իրան այդքան ժամանակ Դրամադրել ես։ հա, դրամադրեցիր իր վրա։ Մետաքրքիր է։ Այսինքն ստեղծում ես, որովհետև հակառակը չես կարա։ Հա, իմ համար է ձև է, ու նախ ստեղծում ես, որովհետև դա քեզ այդ process-ն է սիրում ու նախ երևի թե քո համար, հա, որտեվ չես ստեղծում, որ ինչ որ մեկին զարմացնես, մեկին ցույց տաս, հա, ուզում ես կիսվես, բայց ի սկզբանե դու չես ստեղծում դրա համար, որ ստեղծեմ այս որ սենց այս արեցի, այս հարմոնիաները, այս ռիթմը հաստատ այն ֆանատները սիրելու են, բայց դրա մասին չես մտածում, ինքը ուղղակի ուրիշ տեղ ես դու այդ ստեղծագործելու process-ում նախ ինքդ քո համար կամ կարելի է նաև ասել, որ ինչ որ մի բան ստեղծում ես, ոնց որ Աստծո դեմ ես ստեղծում, այսինքն դու դիամել քո հանդեպ բանն ես պատասխանատու հնարավորինս ազնիվ, հա, որովհետև ամեն ինչ ոնց որ երևում է այնտեղ, ինչ ես անում, ինչը բան արեցիր, առաջ անցար, ինչ որ կիսատ թողեցիր, այսինքն ամեն ինչ այնտեղ բացում է, երբ որ արդեն ոնց որ ֆիքսում ես քո իդեաները, որ արդեն քեզնից դուրս է գալիս այդ ամեն ինչը, արդեն այնտեղ երևում է թե դու ով ես։ Ու մեկ էդի վախացնում եմ։ Հա, չէ, այդ process-ը, հա։ Դու գիտես, բոլոր քոչարածներն եմ հարածները շատ լավ գիտես։ Հա, հենց այդ է։ Մեկ կախված խառնվածքից չարածը շատ ավելի շատ ես նկատում, քան արած։ Օրինակ իմ մոտ տենց ես տենց ընդհանրապես խղճով չեմ վերաբերվում ինձ էլի։ Հա, նույնը ես կարելի ասել։ Դաժան ես քո հանդեպ, հա։ Հա, իմ մոտ այդ բանը perfectionist ոնց որ բահ կա։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ դու գիտես էլ ինչ կարաս լավ անես։ Ու գիտես ինչը կարաս անես։ Ու որ չես անում, հա, ուրիշները կարող է չտենան, չնկատեն։ Ապա դու գիտես։ Հա, դա հա։ Դու որ գիտես։ That's չգիտեմ։ Սովորաբար մենք լավ գիտենք, էլի։ Հա։ Այդ բանն են Ռիկ Ռուբինեն հայտնի ինտերվյուն, որ viral էր գնաց, չգիտեմ, տեսել ես թե չէ CNN-ում ասում է ես ոչ մի տեխնիկական ունակություն չունեմ, ոչ մի գործիք չեմ նվագում։ Այդ CNN-ի ինտերվյուերը ասում է, բա քեզ ինչի համար եմ վճարում էլի։ Ասում է ես շատ լավ գիտեմ ինչն է դուր գալի, ինչ չէ, ես շատ լավ կարողանում եմ արտահայտեմ դա ու որոշ մարդկանց դա օգտակար է։ Շատ ճիշտ։ Մտածում ես տենց ինչ ասես, բայց իրականում երբ որ դու շատ լավ գիտակցում ես քեզ ինչն է դուր գալի, ինչ չի դուր գալի ու դու դա կարողանում ես ճիշտ արտահայտես, իրականում դա կարող ուրիշներին օգտակար լինի, որովհետև շատ անգամ դա այն իրական աֆենտիկության նշան է, իսկ դա վարակիչ է։ Այո։ Կոնկրետ ինֆորմացիա է, կոնկրետ անալիզ է, ինչ որ դե համել ինքը բաներ կա, որ զգում են, որ ուրիշները չեն զգում, էլի։ Ամենայն դեպս նույն արտիստները։ Բայց ինքն էլ տարօրինակ ճաշակ ունի, որը
տարօրինակ ձևի Beastie Boys-ի աշխատում System է։ of a Down, Հա, չէ՞։ հա, տարօրինակ ճաշակ ունի, տարօրինակ լավ առումով, բայց ամենայն դեպս տարօրինակ է եւ ինքը աշխատում է, էլի։ Հմ։ Դա հետաքրքիր է։ Իսկ հիմիկվա նոր արտիստներից այդ ինչ որ արտիստներ լսում ես։ Նոր արտիստներից Վերջ 10-15 տարվա մեջ։ մի հատ դաշնակահար կա, որ հիմա իրեն լսում եմ, Sullivan Fortner, հիմիկվա երևի իմ ամենասիրած դաշնակահարն է, ֆանտաստիկ ուղղակի ջազ դաշնակահար է, բանը կա, շատ sense նեղ, ես շատ տարօրինակ բաներ եմ լսում, էլի, նույն նորվեգիական ջազի այդ սֆերայի մարդկանց երաժշտություն եմ լսում, օրինակ Արվեն Հենրիքսոնի ու Տրիգվե Սեյմի համատեղ ալբոմները, մի հատ շվեդ երգչու եւ կանտելա նվագող մի հատ կնոջ հետ Սինեկա Լանգելանդ է իրան, նաև նույն Արվեն ու Տրիգվեն նոր ալբոմ են ձայնագրել քվինտետ ֆորմատով, Արկանում է կոչվում, ֆանտաստիկ ուղղակի ալբոմ է, բայց նոր ունակ ռոքի մեջ ոչ մի նոր բան չեմ լսում, կան բենդեր, նույն պրոգրեսիվ ռոք խմբերի բենդեր կան, բայց չի կապնում, ավելի շատ հին բենդեր եմ, նոր բաներ եմ, այսինքն հայտնաբերում, բայց իրանք պարզվում է, ասենք մի 15 տարի առաջ էին կամ 20-30, Efterklang եմ լսում, այս վերջերը դե Coltrane եմ շատ այնքան ինֆորմացիա կա, ուղղակի ես մի քիչ երևի դաժան եմ, բանը, բայց լիքը բաներ լսում եմ հիմա, բայց ամենայն դեպս գնում եմ հետ ու այնտեղ ավելի շատ ինֆորմացիա եմ գտնում, չեմ ուզում ինչ-որ ասեմ, որ աշխարհը դեպի վատն է գնալու, չէ, կան դեմքեր, շատ ֆանտաստիկ երաժիշտներ կան, նույն իմ կոլեգա, նույն Ben Wendell-ը, ինքը ֆանտաստիկ երաժշտություն է գրում, ես շատ եմ իրան սիրում, ինքը երևի լավագույններից է իմ համար, որպես կոմպոզիտոր եւ իմպրովիզատոր, Nate Wood-ի վերջի այդ որ մենակ նվագում է, իր գործերն է նվագում, բայց ամեն ինչ նվագում է, այսինքն live, չեմ բանանում, ուղեղս կանգնել է, սպատե ես է կոնոման աշխիս, որտեվ մի քանի բան կա, շատ բան ես լսում, որ դժվար է սաղ հիշել, նոր եթե մի քիչ նես պոպուլյար ինդի պոպ ռոքա ոլորտից ասեմ, բան է Tame Impala, Tame Impala-ն մի հատ գործ կա այդ նոր ալբոմի մեջ, որ շատ լավն է, որ մեկը, բանը, այսինքն իմ դուրս եկավ My Old Ways, շատ լավն էր, այդ դաշնամուրը սկիզբը ոնց է ինքը տունը ձայնագրած ձև, բանը, երևի iPhone-ով թե ինչ, շատ լավն էր, բայց մնացած գործերը դուրս չեկան, այդ մի գործը վրաշք էր, դասական օրինակ կոմպոզիտոր կա, որ կյանքում չէի լսել, Gabriel Pierne, այդ Debussy մոտավորապես ժամանակաշրջանի կոմպոզիտոր է, ուղղակի մի հատ ցնցող դաշնամուրի տրիո է գրել, որ ուղղակի ես շշմել էի,
Հա, կյանքում չէի լսել այդ մասը մարդու մասին։ Կգնանք այս ոդկասթից հետո լիքը նոր արտիստներ կլսնենք։ Անցած ոդկասթին ինչ արտիստ ասել էիք, կամ ես ու դու ինչ արտիստի մասին խոսացել ենք, մարդիկ կան որ սաղ ցուցակը հավաքել են, playlist են սարքել, որ դժվար գործար է լինում, դրեցի կոպի արեցի։ Բայց նա օրինակ այս Tame Impala-ն ահա շատ քրիտիկա արեցին այս վերջի ալբոմի, հա, որտեղ ինքը շատ տարբերվում էր իր մնացած գործերից։ Հա, դե շատ լավն էր։ Պարային էր ինքը, բայց իմ դուրս այլի էլի եմ ասում, բացի այդ երկից մնացածը ոնց որ կիսատ պրատ լիներ իմ համար։ Բայց այդ երգը շատ լավ էր խորացե, շատ համե, որ ինքան նվագում երգում էր, այդ սկիզբը այդ շատ ազդեցիկ էր իմ համար։ Ու ես ճիշտն ասած միշտ մտածել եմ, որ հենց ալբոմի մեջ օգտագործեմ տնական տունը նվագած շրջված ձայնագրություն, որը հետո կմտնի արդեն ավելի որակով ձայնագրության մեջ, ոնց որ ինտրո կամ sample անես։ Հա, բայց այդ որ լսեցի ազդեցիկ էր, բայց նաև կոմպոզիցիան էր շատ լավը։ Հա։ Տենց մի հատ հայտնի երգ բաններ արել։ Kanye-ն Kid Cudi-ի հետ վերցրել էին Kurt Cobain-ի տանը ձայնագրած կասետով երգերից մեկը, դրել էին sample երգի տակ, ու երգն այնպես դրել էին բաներ Cudi մոնտաժ էին երգի անունը դրել, ու շատ հետաքրքիր բաներ ստացվել։ Այդ իրանք մի հատ խումբ ունեին իրար հետ, Kanye-ն մեկը Kid Cudi-ն մինչև իրար միշտ չկերան, կոչվում էր Kids See Ghosts։ Okay։ Ու բանն եկար մեջը Mos Def-ը։ Mos Def հաստատ կսիրես։ Այո։ Շատ հետաքրքիր տեխնիկաներ էս մեկ անդամ։ Իսկ այդ բանը երաժշտությունը ոնց է սնուցում, օրինակ այդ ալբոմի մեջ ես մենակ մի երգ եմ լսել, նոր ալբոմից End of Summer երգը։ Ահա։ Այնը գիտես խի հավանեցի, որ հիմա հետ եմ նայում, չնայած հավանեցի, բայց հավանելու մինչև վերջ լսեցի այն պատճառով, որտեղ Apple Music-ով Elton John-ի շոուն էի լսում, ռադիո շոու ունի Elton John Apple Music-ում, ու ինքը այդ երգը դրեց, ասավ Tame Impala մի շատ թույն գործ ունի, հա, այդ ինձ ինֆլուենս արեց, որ այդ գործը ես մինչև վերջ լսեմ, լսեցի ու դուրս եկավ։ Դե Elton John-ի ճաշակին Ոստայես Elton John-ի ճաշակին։ Քեզ պետք էր Elton John լսեի։ Լսեն այդ հետաքրքիր գործեր ա դնում, խնդառ ունենա, որ ինքը շատ նոր արտիստներ ա դնում, այսինքն ինքը ելնելով տենց հին սուպեր աստղ, այսօր շատ նոր արտիստների ա լսում ու խորհուրդ ա տալիս, որ մենք էլ լսենք։ Չգիտեմ, հետաքրքիր է, որտեվ քո օրինակով տեսնում ենք, որ երաժիշտները երաժշտություն շատ են լսում ու սիրում էլ։ Նույնպես Ralph Towner-ը նոր մահացավ, իմ համար այդ շատ լուրջ երաժիշտ էր, այսինքն շատ իմ հետ կապված երաժիշտ էր, նույն այդ իր մի հատ ալբոմ կա, դուետ ալբոմ է Յան Գարբարեկ ու Ralph Towner 76 թվից, որ այդ ալբոմի շնորհիվ ես ֆոլք երաժշտությունը բացահայտեցի, նաև հայկական ֆոլկլորը ես հասկացա, որ ես այսքան մշակույթ ունեմ եւ այլն, բայց նաև ուրիշ ֆոլկլորներ, նույն սկանդինավյան ֆոլկլոր, աֆրիկյան եւ այլն։ Բայց հա Ռալֆը այդ մարդկանցից էր, որ այսքան որ մահացավ, ոնց շատ ես շոկի մեջ էի, նենց կարևոր ոնց որ հարազատ մարդ կորցնես։ Ու նույնն է Ջեք Դի Ջոնետը դրանից մի ամիս թե 2 ամիս առաջ Ջեկը մահացավ։ Այդ է շատ իմ համար երաժշտությունը մի քիչ ժամանակ է, դրա համար բաներ կա, որ իմ հետ այնքան կապված են, որ կապ չունի որտեղից է, որ ժամանակաշրջանից է, նոր է, հին է, նորերի մեջ է կան բաներ, որ օրինակ նույն է Tame Impala-ի գործը իմ համար ես հետո է հաստատ կլսեմ։ Կամ
After Klang-ի ալբոմներ կան, որ Միշտ կլսես։ հիմա After Klang-ի նոր ալբոմներ տանել չեմ կարող։ Ոչ մի բան չի Չի կպնում։ հա։ ուզում, հա, բայց այդ ալբոմները անվերջ կարամ լսեմ։ Այդ մի քիչ այդ ժամանակը իմ համար դրա համար հարաբերական է, էլի։ Նոր արտիստների նաև իմ համար, քանի որ ես նաև կոմպոզիտոր եմ, իմ համար այդ առումով էլ ես շատ եմ խորանում, թե ինքը ոչ թե ինքը ինչ լավ իմպրովիզատոր է, այլ ինչ նաև ինչ է գրում, մանավանդ եթե իր գործերն են, այսինքն Հա, ինքը իր ավտորսկի, գործերն է գրում նվագում։ հա, իմ համար այդ շատ կարևոր է։ Դրա համար ես այսինքն ջազ մեկ-մեկ լսում եմ, հիասթափվում եմ այդ առումով, դա ֆանտաստիկ Կատարում, իմպրովիզատորներ են, ովքեր որ շատ տխուր գործեր են գրում, չունեն այսինքն այդ կոմպոզիտորի ջիղը չկա իրենց մեջ, ոչ է մշակողի, հա, դրա համար այսինքն ես կնախընտրեմ գնամ Նյու Յորքում իրենց տեսնեմ ակումբում իրանք ոնց են նվագում հենց իմպրովիզացիայի համար, որտեվ իրանք այդ ինձ այնքան բան է տալու, որ ես ասենք Հայաստանում այդ չեմ ստանա 100%, հա, բայց որ առնեմ, այսինքն նույն բանով դիսկը առնեմ լսեմ, կամ Apple-ով անվերջ լսեմ, դες շատ քիչ գործեր կան, որտեվ այդ կոմպոզիցիան այդ պահը ինձ համար կարևոր է, թե ինչ կոմպոզիցիա է։ Դրա համար կարող է բանը ավելի շատ Շնիտկեն նույն լսեմ, Շոստակովիչ ու այդ նոր հին կոմպոզիտորների բանը պեղեմ հանեմ։ Քո համար հայտնաբերես, հա, նոր հին կոմպոզիտորներ։ Հա, ոչ այդ տրիոն այդ ինչն է, այդ Գաբրիել Պիերնեի ֆանտաստիկ գործեր ուղղակի 5 կարորդի մեջ զարմանալի Գաբրիել Պիերնե շատ լավն էր։ Իդեպ այդ կատարումն էլ ֆանտաստիկ է ու բանը այդ տրիոյի ջութակարը հայ է ինքն, իսով, հա, ալկոգոլիկի դեսքում կապչոնի ձուկուտող բաժանված կոշկակարի տեսք ունի։ մեծամասամբ այդ տեսք ունեն այդ ժամանակվա կոմպոզիտորները։ Անպայման կլսեմ, մերսի շատ։ Իսկ տուր պլանավորում ես նոր ալբոմի հետ կապված։ Այո, ես 10 օրից ամսի 21-ին գնում եմ Ամերիկա տուրի, դարապես 14 հատ համերգ ունեմ։ 15 օրվա մեջ չէ, քո ստիլի մեջ։ Չէ, 15 օր չէ, 3 շաբաթ է, բայց ամենայն դեպս էլի շատ է։ Բայց այս վերջի Եվրոպայի տուրը, որ գնացել էր, 28 օրվա մեջ 22 հատ համերգ էր, չէ՞, դա ճիշտ է հիշում։ Մոտավորապես այդ մի բան էր, հա, շատ էր այս անգամ բան, 2 հատ բան կար, որ ոնց որ 4 հատ համերգ էր իրար վրա, 4 տարբեր երկրներում, հետո մի օր դադար ու հետո մի հատ էլ 4 օր իրար հետևից, այդ մի քիչ դժվար էր, հա։ Դե ճանապարհն է դժվար էլի, համերգներ նվագելը լավ է, հաճելի է։ հա, ճանապարհը, մեր այդ ձև էլ մտածում ենք, որ մեզ ավելի շատ գումարը տալիս են այդ ճանապարհի համար, քան դե նվագել։ Օրապահիկներ։ Հա, բայ չէ։ Այդ է, թե չէ նվագելուց անվերջ կարանք նվագենք։ Ամերիկա որ օրին, հա։ 26-ին առաջին համերգն է, չէ, 27-ին առաջին համերգն է։ Փետրվարի։ Հա, այս ամսվա Cornell University-ից սկսում ենք, հետո Նյու Յորք, հետո արդեն արը East West Coast մի քանի անգամ մնալու։ Իսկ այդ համերգները ոնց է, իր այդ կազմակերպիչներն են reach out անում քեզ, հա։ Թե արդեն տարիներ շարունակ ինչ որ ֆեստիվալներ կա, որ դու միշտ գնում ես։ Չէ, ֆեստիվալ ընդհանրապես չկա։ Հա, ֆեստիվալներ ես Ամերիկայում, հա, Ամերիկայում ֆեստիվալ երևի 2 անգամ եմ կյանքում նվագել։ Հա։ Բայց կան կոնկրետ կազմակերպություններ, օրինակ SF Jazz-ը,
այս վերջի քանի տարվա մի երևի վերջի 7-8 տարվա ընթացքում ես միշտ գնում նվագում եմ այնտեղ իրանք ջազի համար լիքը բան են անում այնտեղ ով նույնիսկ SF Jazz Collective կա որ հայտնի շատ ձիլ երաժիշտներ են մեջը այնտեղ դաս են տալիս համ այդ այդ կազմակերպության ոնց որ մաս են կազմում բայց այնտեղ իրենք մի հատ շենք ունեն, որի մեջ կա մի հատ շատ լավ ամերգասրահ, մի հատ էլ փոքրիկ տեղ կա, որ ավելի ակումբային կամ ասենք նոր արտիստների են բերում եւ այլն։ Եվ այդպես, բայց արդեն կոնկրետ քաղաքներ կան, որ այնքան եմ արդեն նվագի, այսինքն այնտեղ հանդիսատես ունեմ եւ տարբեր կազմակերպություններ, տարբեր պրոմոտերներ արդեն գիտեմ, որ ես այսքան մարդ եմ բերում համերգներին, դրա համար լիքը առաջարկներ են լինում, հատուկ են այդ մեծ քաղաքների մասին խոսքը, օրինակ Նյու Յորք, LA, San Francisco, Boston, հա եւ նաեւ կան տեղեր, որ ես ուղղակի ասում եմ, ես կուզենայի այնտեղ գնայի, օրինակ այդ դեպքերը լինում, Արգենտին ասում եմ, փորձենք այնտեղ մի հատ համերգ կազմակերպենք, հա դե ագենտն է ավելի շատ զբաղվում դրա համար, այսինքն նույն եթե մենք տուր ունենք, այդ բոլորը գալու են այդ տուրին, այդ արդեն այդքան ծախս է արվում, չենք կարող ուղղակի, ասենք մի երկու հատ համերգ նվագենք ու ման գանք մնացած ժամանակ, հա դրա համար ինչքան հնարավոր է բան ենք անում, խիտ համերգաշար ենք անում Հետո ես էլ որ քիչ բացակայ եմ տնից, դա շատ մեծ կապ ունի։ Պապա դառնալը փոխել է, չէ՞ կյանքը։ Այո, միանշանակ։ Բայց տուրերի հետ երևի դժվար կլինի։ Ահավոր է, ուղղակի տնից որ գնում եմ, մանավանդ որ երկար եմ մնում, հետո եմ գնում, շատ վատ է։ Հա, գալիս ես տնում ես երեխեքդ մեծացել։ Հա, լսի, հա, համ այդ համել, դե համել ինչքան մեծանում են, ինչքան ավելի շատ են հասկանում, ըմբռնում, որ պապան գնաց։ Հա, այդ էլ դաժան է։ Ես որ ինչ-որ մի տեղ գնում եմ, տղետ գալիս ասում եմ, պապ շուտ ես հետ գալու, ասում եմ, օրինակ չգնամ 2 շաբաթից։ Իսկ իմ համար ինչ ես բերելու։ Հա, դա։ Ու դից հիշում ես քեզ դու փոքր ժամանակ էլի օրինակ այդ երեխա ունենալը դից հետաքրքիր հիշողություններ են նաև արտնասնում որ դու երբեք չես նու քեզ թվում է մոռացել ես այդ ամեն ինչ չես մտածում բայց չգիտեմ տղետ կամ աղջիկդ գալիս է մի հատ ինչ-որ մի հատ արտահայտություն է ասում ու ոնց որ ոնց սաղ կյանքդ էլի հաշկիդ առաջ բացվում է մանկությունից այդ ձև բան ու հետն է այդ դրա մասին խոսել եմ, բայց ինձ կարևոր թեմա է, քո հետ կուզեի այդ թեման քննարկել, որ ծնող ես դառնում, այդ ժամանակ նոր իրականում ընկալում ես քեզ ոնց են սիրել։ Հա։ Որտեղ դու քո կյանքում առաջի անգամ ինչ-որ նոր մարդ է հայտնվում, որ դու անմնացորդ սիրում ես ու չես պատկերացնում, որ կարա տես բանը լինի։ Ու սկսում ես սիրել այն մարդկանց ավելի շատ, ովքեր որ քո կյանքում եղել են ու հասկանալ ավելի շատ իրանց, չգիտեմ, թե ինչքան են իրանք քեզ տվել։ Հա։ Հա, ու սկսում ես ավելի շատ գնահատես։ Այդ հա։ Դրա համար երևի ծնողները թոր ուզում որ որ ունենաս հետո սկսես իրաց գնահատես շատ էգոիստական բան մղում է էլի ընդանը իսկ Հայաստանում հիմա որ արդեն կարելի ասել լրիվ Հայաստանում եք ապրում ձեր կյանքը կապել եք Հայաստանի հետ երեխեքդ ստեղ են մեծանում ինչն ամենաշատ քեզ օգնում ու ինչն ամենաշատ խանգարում ստեղ Չգիտեմ, ես համենայն դեպս մենք տարբեր տեղեր փորձեցինք ապրել երեխայի հետ, սկզբից մեկ հետո երկուս
եւ վերջը ես եկա այն մտքին, որ ես անպայման ուզում եմ ամենայն դեպս իմ երեխեքը Հայաստանում մեծանան, որտեղ այդ մշակույթը ուրիշտեղ հնարավոր է ինչ որ մի ձև փոխանցվի բնականաբար մենք հայ ենք, հայ ընտանիք է եւ այլն հայ ընկերներ, բայց ամենայն դեպս այդ հերիք չի, ես հասկացա որ դա հերիք չի, կուզենամ որ այդ նռիվ ուղնուցուցով հայ մեծանան երեխեքս, հետո այսինքն ինչ ուզեն կանեն, գնան այստեղ սովորեն, այնտեղ սովորեն, ուղղակի այստեղ ուսման պահն է, որ ես այսինքն անպայման ուզում եմ որ իմ երեխեքը լավ ուսում ստանան, այդ շատ կարևոր հարց է իմ համար, երկրորդը այս բոլոր պոզիտիվ բանը այն է, որ ասենք չինեմ մշակութային առումով կարող եմ ասել պոզիտիվ նույն որ ես կարող եմ տնից դուրս գալու 10 րոպե հետո 5-րդ դարի եկեղեցու կողք կանգնացնեմ, այդ բնականաբար Լոս Անջելեսում կամ Իտալիայում կարող է լինի, բայց հայկական եկեղեցի չլինի, բայց այդ մշակութային, այդ որ այս հենց հողի վրա ես դու ապրում, որ այդքան հարուստ է, այդ պատմությունը ունի, այդ իմ համար կարևոր է, ու շփվել են մարդկանց հետ, ովքեր որ այդ մշակույթի հետնորդներ են, այսինքն պատմությունը, ես որ մարդկանց ես միշտ պատկերացնում եմ, թե ինչ տեսքում էին այն հայտնի կամ իմ սիրելի մարդիկ, այսինքն նույն Շնորհալին կամ Կոմիտասը դե գիտենք, բայց ասենք նույն Կոմիտաս աղձեցին, ոչ թե Կոմիտաս վարդապետը, ինչ մարդ էին, ինչ դիմագծեր ունեին, ինչ բնություն ունեին, ու ոնց որ ես հասկանում եմ, որ այն մարդկանց, որ ես հիմա տեսնում եմ իմ շրջապատում, իրանք այդ նույն մարդկանց հետնորդներ են, այդ նույն բնավորության գծերը այստեղ կան մեր շուրջ, այդ հայտնի մարդկանց, այն մարդկանց, որ ես սիրում եմ, որտեվ մեր ոնց որ մեր հոգում, մեր ուղեղի մեջ Հայաստանը մի բան է, բայց իրական Հայաստանը մի ուրիշ բան է, լրիվ ուրիշ է, հա, բայց հենց այդ է որ լրիվ ուրիշ է, բայց համել այդ ամեն ինչը ես փորձում եմ գտնեմ, էլի այդ մեր միջավայրում, դրա մնացորդ չեմ ուզում ասեմ, որովհետև ինքը ապրող է ամենայն դեպս, այստեղ արդեն ոնց որ այդ մշակույթը ոնց է ապրում հիմիկվա արդի իրականության մեջ գլոբալ, այսինքն աշխարհը շատ է փոխվել, տեխնոլոգիայի եւ այլն, նույն AI, նույն այդ արագ զարգացումը ամեն ինչի, ու ինչպես ենք մենք որպես հին ազգ դրան ադապտացվում եւ ինչն ենք սխալանում, ինչն ենք ճիշտ անում, ինչ պետք է անենք, որ ասենք մեր նույն իմ երեխեքս ստիպված ինչ որ բաներից չօգտվեն կամ չապրեն այն ձև, որ հետո իրանց նույն առողջությանը վնաս տա, նույն այդ հիմա համար այդ բնապահպանությունը շատ կարևոր թեմա է նաև խոսքի երկաթով ձմերը կուտենք, էլի։ Հա, 10 անգամ երկաթի պարունակությունը շատ։ Հա, երկաթի ձմերը, երկաթից ձուացելը փաստորեն հնարավոր է։ Փաստորեն, եթե նույնիսկ շատ փող են տալիս դրա համար։ Չէ, դե իմ լիքը ցավ, օրինակ հիմա ես այգի ունեմ, բայց այդ այգին ինչքան գալիս ծառերը խնամում են, ես միշտ ուզում եմ ուղղակի ասեմ ոչ մի բան պետք չի անել այս այգին, բայց հասկանում եմ, որ այդ ծառերը ոսկի հիվանդ են, պետք է իրենց բան արվի, բայց չգիտեմ, մարդ չկա, որ
որոնց հետ ես խոսեմ, որ իսկականից բնական ձևով այդ ամեն ինչը արվի, թույնը չլցվի։ Թունախիմիկատներից, Այդ, ասենք, այդ ուտելիք իմ համար այստեղ մեծ խնդիրներ է Հայաստանի այդ վերամշակում հասկացողությունը զարգացնելը, նույն աղբի վերամշակում շատ կարևոր թեմա է, մենակ այդ նույն այդ մարտկոցները չկա ոչ մի տեղ, Իտալիա որ առնում եմ, բոլոր սուպերմարկետներում, ես գիտեի, որ վերջացավ, տանում եմ սուպերմարկետներում, հա, տեղ կա, գցում ես ու վերջ, չկա այդ ձև, ու գիտես, որ այդ անտերը հողի մեջ է մտնում եւ նույն քո երեխան այդ նույն ուտելիքն ու ջուրը խմում է։ Հա, այդ ջրի հարցն է, ջուրը ճիշտ օգտագործել, ճիշտ պահպանել եւ ու սնունդը, սնունդ ջուր։ Մենք չգիտենք սնունդը ճիշտ սնվելը նոր հասկանում ենք ինչ է։ Այս դարում գիտենք, շատ լավ գիտենք ամեն ինչ։ Առաջ գիտենք, հետո կորցրեցինք այդ գիտելիքը, ոնց որ նոր սկսում ենք էլի հետ գտնենք։ Որտեվ Հայաստանում օրինակ այդ ճարպակալման խնդիրը արդեն լուրջ, շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ։ Այո։ Բնակչության կեսից ավելի քաշ խնդիր ունի։ Հա։ Չնայած մի բան է։ Ես զարմանում եմ, ուղղակի ծնողների եմ տեսնում, որ ասենք խանութում, ասենք գնում են երեխին կալբասն ու բանը առնում են, չգիտես ինչով, կեչուպով բան, ուտես տալիս են երեխին։ Ես կյանքում մտքովս չի անցել այդպես բան անեմ։ Չեմ կարող, ասենք ֆռամ, ասեմ, ես ինչ ես անում։ Չէ, մի տուր է երեխուն է, բայց հիմա, հա, ինքը հայր է կամ մայր է, իր երեխեն է, ես ինչ խառնում եմ, անկապ վատ համարտ լինեմ։ Շոր լուրեր եմ տենակ։ Հա։ Ես ինչ սուպերմարկետում Տիգրան Հավասյանի վրա հարձակվել են կամ հակառակը։ Կամ Տիգրան Հավասյանն հարձակվեք, ինչի համար երեխուն երշիկ տալը։ Բայց ես բանը շատ սիրում եմ, այդ չգիտեմ, ամբարի սենդվիչներ եկել ես։ Հա, չեմ եղել, բայց պատմել եմ։ Ամբարը գնա ամբարի սենդվիչները շատ սիրում եմ, շատ չեմ օգտվում, որովհետև էլի մեկը ես շատ ուժեղ հակում ունեմ շատ ուտելու։ Իսկ սենդվիչ ես կամ անվերջ ուտեմ։ Հենց երեկվա պատմություն եմ պատմում։ Տենց տանը ընտրում ենք, ես իմ տենց ամբարից պատվիրած սենդվիչներ վայելում։ Սերգեյ ասում է, պապ, այդ ինչ է այդ հացի մեջ, ասում եմ երշիկ։ Գիտես ինչ է ասում։ Ասում է երշիկը ինչ է։ Ու ես այդ պահի վրա հասկացա, որ մեր ինքը երբեք կյանքում չի կերել, բայց սա գալիս է կնոջիցս։ Որտեվ կինս, երբ որ մենք ամուսնացանք, սկսեցինք իրար հետ ապրենք, կատեգորիկ արգելեց, որ տունը երշիկ ու մնացած նման ապրանքները մտնեն ու շատ ճիշտ սովորական մսից ամեն ինչը կարելի է ստանալ ավելի համով ու չգիտեմ օգտակար բրոկոլի, բայց ոչ թունավոր էլի։ Հա, առանց երկաթ։ Առանց երկաթ։ Հա, այդ է խնդիրը, ասենք առնում ես, գիտես որ ես օգտակար բան է, երեխեքն էլ ասենք սիրում են, բայց ինչ որ ուտում են ու նույն դդումը, ասենք դուրս է տալիս։ Հա։ Եկել կամ ինչ որ պապա փորս ցավում է, բան չգիտեմ։ Որ ծնով ես դառնում, դες բաները սկսում ես ավելի ուշադրություն դարձնես։ Քեզ քո վրա շատ անգամ չես նայում, բայց երբ որ ծնով ես դառնում, այդ ամեն ինչը իրոք կարևոր է դառնում, շատ կարևոր է նաև այդ ինքնակրթվել էլի, որ հասկանալ, որ այդ ուտելիքները, որ մենք ուտում ենք, որ երեխեքին տալիս ենք, դրանք նորմալ չեն։ Okay չի։ Կրթությունից է գալիս, ոչ մեկը չի ծնվում ամեն ինչ իմանալով, բոլորին են ինչ որ process-ով անցնում են, հասկանում են։ Ուղղակի իմ կարծիքով ընդհանուր այդ գաղափարախոսությունը պետք է ամենայն դեպս կառավարությունից է գալ։ Ընդհանուր մակարդակով պետք է գա, այսինքն նույն հեռուստացույցով կարող են ինչ որ հատուկ այդ բան անել, գովազդել կամ ինչ որ ինչի չի ասում այդ ամեն ինչը։ Չնայած այսօր արդեն ահագին բլոգերներ կան, որ դրա մասին խոսում են, կամ բժիշկներ,
ովքեր բլոգ են վարում ու բայց նաև շատ դժվար է որակյալ ու անորակ կոնտենտը իրարից տարբերել այդ թեմայի մեջ խորացած չես ու մարդիկ կան չգիտեն ինչ-որ սմուզիների կամ դետոքսների վրա են նստում որը կարող շատ ավելի վատ հետևանքներ ունենալ շատ լավ գիտեմ դրա մասին ու եթե դու այդ թեմայի մեջ չես խորացել ինչ-որ ինտերնետում վստահ խոսացող կնոջ կամ տղամարդու ես տնում որը քեզ համոզում է գիտես ինչ-որ դու սաղ կյանք կավել քաշի այդ խնդիր ես ունեցել ես հեսա 2 շաբաթում կլուծեմ ու մարդիկ անընդհատ տենց խափե բաների ձեռքն են ընկնում ու անընդհատ իրանց օգտագործում են հարստանալու համար կամ տարբեր ուրիշ նպատակներով ու մարդիկ հիասթափվում են էլի ասում են դե ինչ արեցինք չի ստացվում ինչ բժշկի լսեցինք չստացվեց հետո գալիս է բանը Օզեմբիկը փրկության չգիտեմ դժվար հարցեր ինֆորմացիայի անծայրացիչ մի քանի օր առաջ ենք չէ թեմայով խոսում այդ երեխեքին սմարթֆոն տալը ինչքան վտանգավոր է ուղեղի համար ուղեղի զարգացման այո ես մենք մի քանի օր առաջ գնացել ենք ամբողջ ընտանիքով 3 երեխա եւ կին ռեստորան եւ այնտեղ կնոջս էին ասել այդ աշխատողները մենք երեխեք հետ շփվում ենք բան իրան կերակրել բան իրար այդ բան ասում եմ կինը մոտեցել էր կնոջս ասել էր որ դու գիտեք դուք առաջին ընտանիքներից եք որ գալիս են ու երեխեքին չեն տալիս այդ պլանշետը բանը սմարթֆոնը ու նստում իրանց համար հացուտում մեր մոտ լրիվ այսինքն արգելված է սմարթֆոն հասկացողությունը երեխեքին ինչքան կապ չունի որ կապրիզ է բան է դե եթե ի սկզբանե չես տալի իրանք չեն սովորում օրինակ ես եղել եմ 2 անգամ տվել եմ տղուս ու ես հասկացա ինչ արագ են իրանք դրան սովորում ու հետո կնոջս հետ պայմանավորվեցինք որ սմարթֆոն չենք տալիս կապ չունի ռեստորանում ենք թե որտեղ ենք ու իրանք շատ լավ են զգում որ դու հանրային տեղ ես կամ ինչ որ անհարմար տեղում ես ու հատուկ կարան այնց սկանդալ անեն որ դու հեռախոսը տաս մենք էլ ինչ ուժեղ կախվածություն ունենք հեռախոսից բոլորս միանշանակ բան էս այդ քողարկած վիդեոյի մեջ այդ բժիշկն էր լավ ասում որ սմարթֆոնները ապագայում նայելու են այդ էկրան օգտագործելու հեբիթը ոնց որ ծխել ոնց էր ծխելը նորմալ բոլոր օր ծխում են հիմա արդեն օրինակ տենդենսից դուրս է գալի օրինակ մեր ընկերների մեջ երևի 90%-ս արդեն ծխելը թարգել ենք օր ենք ընդունեցին որ ներսը չի կարելի ծխել այդ ինչ որ առումով վերջապես սիգարետը չգիտեմ թանկացավ ու արդեն այդքան է մոդա չի ծխելը այդ տարիքից սկսում ենք հասկանալ որ մեզ թունավորում ենք ասինքն մի քանի գործոն աշխատես նրա վրա որ մարդիկ սկսեն ծխելը թարգել ուղղակի մեր մոտ եղավ ասենք չգիտեմ 10 տարի հետո ուրիշ մեր մոտ շատ բաներ ուշ է գալի ես հիշում եմ որ այստեղ էի 2015 թվականին ոչ միտեղ չէի կարող գնալ այդ ծուխի պատճառով դու ընդհանրապես չես ծխել չէ ծխել եմ ժամանակին բայց բան ոնց որ նա social ծխող եմ եղել խմելու հետ համ ինչ որ հատուկ են սիտուացիաներում մարդկանց հետ բայց հասկացա որ վնաս է երկելուն եւ այլն հետո է նաեւ արդեն չէ դե երեխա ունենալուց շատ ավելի վաղուց էի թարգել բայց միշտ այդ տեսակ կախվածություն չեմ ունեցել որ դժվար է եղել ուղղակի որոշեցի որ վատ է ինձ վերջ ֆիզիկապես ման ազդում էր վրաս կոկորտին նմանավանդ ես մինչև հիմա 1-1 ուզում եմ ծխեմ 3 տարուց ավելա թարգել եմ բայց հեսա կլինի 4 տարի բայց 1-1 մի քանի ամիսը 1 կամ կես տարին 1 կարող է ցանկություն լինի
Իմ մոտ sense կա շատ արգատելի վերաբերմունք այ մասի գարետին, դες ուղղակի տանել չեմ։ Հոտը օքեյ է, այսինքն բանը չեմ այնպես չի որ հաճ հոտ է իմ համար, բայց բանը որ պատկերացնում որ նես է գնալու այդ ամեն ինչը տարեկեր։ Իսկ Հայաստան պլանավորում ես համերգներ։ Այո, Երբ որտեղ։ մայիսին 3 օր Գյումրի Վարդան Աճեմյանի թատրոնում։ Արդեն տոմսերը կա։ Չէ, բայց շուտով կլինի։ Երևի կամ ամսվա վերջ, կամ մարտի սկիզբ։ Իսկ այդ տեղը հատուկ եք ընտրել։ Ես ուզում եի Գյումրիում արդեն վաղուց համերգ չեմ նվագել, որ շատ է ուզում Գյումրիում լինի եւ որոշեցինք, որ միայն Գյումրիում անենք։ Եվ ոնց որ 3 օր մարտիկ ամբողջ Հայաստանից կան Գյումրի, համ Գյումրին վայելեն, մենք էլ վայելենք Գյումրին։ Համ էլ Գյումրիի համար էլ լավ կլինի էլի դա։ Իսկ Գյումրին կարոտում ես։ Շատ։ Բայց Գյումրին ես կարոտում, թե մանկությունը։ Երկուսն էլ, բայց որ գնում եմ Գյումրի, ուզում եմ այնտեղ մնամ։ Հա։ Մինչև հիմա ես Երևանում չեմ կարող ապրել, Երևանից դուրս եմ ապրում, Երևանը իմ քաղաքը չի։ Գիտես ինչ կա, այս վերջի անգամ որ գնացի Գյումրի հասկացա, հենց նույն այդ էսթետիկ գեղեցկությունն եմ ուզում, որտեղ որ ապրում եմ, ուզում եմ դուրս գամ ու գեղեցկություն տեսնեմ, ոչ թե զզվելի ինչ-որ շենքերի բույտ։ Սովետական վրայնն է ինչ-որ անհասկանալի նորակառույց։ Հա։ Չէ, այդ իմ վրա ազդում է։ Իհարկե բան եմ սանում, որ ֆիլտրում ես ինչ-որ մի ժամանակ հետո, ոնց որ ինքը հատ է, հիմա այս ձև է, չես խորանում, բայց երբ որ գնում ես մի այնպիսի տեղ, որ իսկականից գեղեցիկ է շուրջդ, հասկանում ես, որ այդ չգիտեմ, բարձրահարկ շենքեր չեմ սիրում, Գյումրին իդեալական է, էլի, այդ առումով, չգիտեմ, ոչ թե նրանից է, որ այնտեղ եմ մեծացել, պլյուս դրան ես տարբեր տեղեր եմ ապրել, Եվրոպայում, Փարիզում եմ ապրել, Վենետիկ, Լոս Անջելես, Նյու Յորք, բայց այդ Իսկ որտեղ է այդ գեղեցկության ամենամեծ կուտակումը։ Միանշանակ Վենետիկը։ Վենետիկը, չէ։ Հա, Վենետիկը իմ համար էս աշխարհից դուրս տեղ է։ Ինքը շատ ուրիշ է, ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել։ Ինքը ոնց որ ժամանակային կապսուլ է, բայց միևնույն ժամանակ նույն լիքը բան է կատարվում այնտեղ, նույն բիենալեները, այնտեղի դպրոց, այսինքն արվեստի դպրոցները եւ այլն, բայց դա եթե ձմռանը հաջողվի մի օր այնտեղ լինես, ծր շատ տարօրինակ զգացողություն է։ Սան Մարկոյի հրապարակում օրինակ ձմռանը հիշում եմ աղջիկս նոր էր ծնվել, այնտեղ հենց հրապարակում ժամը երևի 10:30 երեկոյան այդ աթոռները արդեն որ հավաքել գնաց, փակել գնացել են, այդ աթոռներն են մնացած, կապած։ Ու այնտեղ ման է գալիս, նստեցի ու երևի մի 15-20 րոպե ընթացքում կարող եմ մի հոգի անցնել, լռություն, այդ ջրի ձայնը, չկա այդ ոչ մի տեղ չկա այդ ոչ մի քաղաքի, ոչ մի տեղի հետ չեմ կարող համեմատել։ Միգուցե ասենք, չգիտեմ, Անտարկտիդայի հետ կարելի է համեմատել, որ այդ ժամանակից դուրս զգացողություն ունի, հետ ասածս։ Հա, ոնց որ ուրիշ աշխարհում հայտնվես։ Հա։ Ես առաջ անգամ կամ ոնց որ Վենետիկում կամ 15 կամ 16 թվին եմ եղել, արդեն չեմ հիշում։ Գնոջս հետ գնացել էինք։ Այդ ինչ շոկ էր մեր մոտ։ Լավ առումով։ Հա։
Այս Իտալիայում ուշ կզգնում այս Իտալիայում 20 անգամից ավել եղել եմ։ Որ հիմա ասեմ վաղ ուր կգնաս արձակուրդ կասեմ էլի Իտալիա։ Իտալիան։ Ֆանտաստիկ տեղ է ինքը։ Ես զարմանում եմ ոնց են կարողացել այդքանը պահպանել էլի։ Այո։ Չնայած Վենետիկի պատմությունը, որ ուսումնասիրում ես, իրանց կառավարման համակարգն էլ է ֆանտաստիկ է։ Շատ հետաքրքիր, հա, շատ հետաքրքիր, չնայած քաղաք պետություն է եղել էլի։ Հազոր։ Հա, հա։ Ու ոնց են կարողացել հարուստ ընտանիքների մեջ պայմանավորվեն կառավարության համակարգը։ Չգիտեմ, ում որ հետաքրքիր անպայման մտեք կարդացեք ոնց է կառավարվել այդ երկիրը, շատ հետաքրքիր է։ Ու հասկանում ես, որ մեզ թվում է, որ մենք տենց հիմա ամեն ինչ հասկանում ենք, խելացի ենք, տեխնոլոգիա բան, բայց մեկ-մեկ տենց 10 դար առաջ կամ 7 դար առաջ մարդիկ նենց որոշումների են կարողացել գան, նենց գեղեցկություն են ստեղծել ու խորացել, որ մինչև այսօր պահպանվել է ու նա մեզ փշաքաղվում է։ Տիգրան, քեզ ի՞նչն է ոգևորում։ Պատմությունը, երևի պատմություն, հնեաբանություն, նաև հին երաժշտություն։ Շատ եմ լսում ես միջնադարյան վաղ ու ուշ միջնադարյան եվրոպական, հայկական, հյուզանդական, հռոմեական երաժշտություն, մեծ հաշվով մարդը։ Մեծ հաշվով մարդը։ Իրա ստեղծածները։ Հա, մարդու բնությունը ուսումնասիրել այդ ամեն ինչը, անվերջ process է ուղղակի մարդկանց ուսումնասիրելը ու դարերի, հազարամյակների կտրվածքով մարդկանց ուսումնասիրելը, ոնց են մարդիկ մտածել այն ժամանակ այս հանգամանքների մեջ, հիմա ոնց են մտածում ու արվեստագետների կյանքը, արվեստագետների մտածելակերպը, իրենց արածը տարբեր ժամանակների, տարբեր ժամանակաշրջաններում ինչեր են կարողացել իրենք հասնել նույն ինչպես է, ասենք, ինչ-որ նոր բան ստեղծվել է եղել տարբեր ժամանակաշրջաններում, ամեն ինչ ոնց է իրար համահունչ կպած ու ամեն ինչ իրար ձգում ու իրար վրա ազդում, այն շատ հետաքրքիր է։ Նույն ես էլ այն օրը բանից մասին էի նայում, այդ Black Death շրջանի մասին, ու ուզում էի ինձ հետաքրքիր Հայաստանում ինչ է եղել այդ ժամանակ, դե ինչ որ բլոգի մեջ գա, որ վերջը, այսինքն ինչ որ նյութեր ուսումնասիրել են ինչ որ մարդիկ, որ ամենայն դեպս այդ նույն հիվանդությունը Հայաստան հասել է ու շատ մարդիկ մահացել են, այսինքն եւ ամբողջ Եվրազիայի 50%-ից ավելը մահացել է։ 1300-ականների սկզբին, առաջին մի 20-30 թվերին, բայց դրանից հետո սկսվել է ոսկե դարաշրջան։ Ինչ դրանից առաջ էլ է սկսվել, դրա մասին էր, որ ոնց որ դրանից առաջ շատ լավ էր ամեն ինչ, ու ամեն ինչ, այսինքն համբերքն էր շատ լավ, ամեն ինչ արվեստն էր զարգանում եւ այլն, բայց այդ անկումից հետո էլ ավելի
ես սկսի զարգանալ, աշխատուժն է պակասել շատ, Հա, մարդկանց ֆեոդալիզմի վրա աշխատավարձները, շատ մեծ ազդեցություն է հա, ունեցել այդ ամեն ինչը։ հա, աշխատավարձները շատ են բարձրացել, ուղղակի մարդիկ, այսինքն հողատեր մարդիկ չեն կարողացել ոչ մի ձև մարդ գտնեն, որ իրանց հողը Հա, մշակի ու շատ բարձր են պահանջը շատ է եղել ու շատ բարձր են վճարվել, բայց ինձ համե հետաքրքիր է, որտեղ օրինակ իմ ամենասիրած կոմպոզիտորը այդ շրջանի կոմպոզիտոր պոետ Գիյոմ դե Մաշոն Ֆրանսիայից, ինքը առաջի պոլիֆոնիկ պատարակն է, ոնց որ մեսան է ստեղծել։ գրել 4 ձայնի համար, ինքը շեդևր է, ուղղակի ֆենոմենալ ստեղծագործություն է անժամանակ ու կան շատ լավ կատարումներ, շատ տարբեր կամ մի հատ կատարում, որ կորսիկացիներ են կատարում, ինչքան չեմ սխալվում, կորսիկացի են, եւ անսամբլ օրգանում է կոչվում եւ իրանց այդ խաղիկներով եւ այլն կորսիկական վոկալ երաժշտությունը շատ ոնց որ մեր հարևան վրացիների վոկալ երաժշտությունն է, այնտեղ էլ շատ լավ, շատ հետաքրքիր հարուստ ժառանգություն ուներ իրանք վոկալ եւ որ իրանք են երգում այդ մեսան շատ ուրիշ ձև ես հասկանում թե ոնց այսինքն այն ժամանակ միգուցե այդ ձև չեն երգել, կորսիկացիներ չեն երգել Ֆրանսիայի Ռանս քաղաքում, բայց այդ մոտեցումը, որ ինքը ավելի բաց է եղել, այնտեղ այդ ինչ խաղիկներ էին արել, ոչ մեկ չի կարող ասել 14-րդ դարին ինչպես են երգել, ու այդ կատարումը ոնց որ շատ շոկային էր, բայց շատ մարդկանց լուրջ հետազոտողների լուրջ մտածելու տեղ է տվել ու ոնց որ սկսվել է մեծ կարևոր խոսակցություն դե ընդհանրապես հին եվրոպական երաժշտությունը ու ընդհանրապես երաժշտությունը որը չի ֆիքսվել իր կատարման մաներյան ինչպես է երգվել կատարվել շատ հետաքրքիր է։ Հա, շատ հետաքրքիր է, ինչևից է հասանք բան Black Death-ի հիվանդությունից Միջև երաժշտություն, որը չի հասել, բայց այդ թվերին է ստեղծվել ու շատ համար օրինակ հետաքրքիր երևույթ է, այդքան ապոկալիպտիկ վիճակից այդ հակառակ վերածնունդը սկսվել է շատ այսինքն ինքը բնական է, ես միշտ մտածում եմ, որ ինչքան վատն է գնում, ինքը հասնում է մի հատ կետի, որը տեղից հետո արդեն դեպի վերև բարձրանալն է սկսում։ Ու հետո էլի, այսինքն այդ բանը, cycle-ը։ Մի հատ է հարց տամ, էլի, ու քեզ բաց կթողեմ, գիտեմ, որ շտապում ես, իսկ քո կարծիքով հիմա մեր մոտ անկումն է, թե արդեն սկսել ենք բարձրանալ։ Ինձ թվում է սկսել ենք բարձրանալ։ Հա, ես զգում եմ, որ սկսել ենք բարձրանալ։ Այ մի 10 տարի առաջ կարող է այդպես չասեի։ Բայց հիմա արդեն բանը սկսում ենք ես զգում եմ, որ ամենայն դեպս ավելի շատ մարդկանց եմ տեսնում, ովքեր որ մտածում են կոնկրետ խնդիրների, որը մեզ կարատանի անկման, ավելի շատ մարդկանց են տեսնում այդ նրա մասին մտածող, քան մի 10 տարի առաջ։ Շնորհակալություն ջան։ Խնդրեմ, հույսով եմ այդ տրենդի հետ կապված չի։ Հուսանք տենց, հուսանք։ Բայց թեկուզ թող տրենդ լինի, ամենայն դեպս գոնե մտածենք։ Գոնե էլի մի 10-15 տարի ուշացած, բայց անենք։ Բեր շուտ անենք էլի։